սկսենք հենց վերջին, այսպես իրադարձային դիողությունից առնչվող Դավիթ Հարությունյանին, ձեզ համար սպասելի էր այս սցենարը Հարությունյանի հետ կապված եւ Համբարձումյանի հետ կապված, Դավիթ Համբարձումյանի հետ կապված եւ ինչու իշխանությունները այսպես շտապեցին, impeachment-ն էր պատճառը, դա էլ պատճառը։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները վախենում են ժողովրդավարությունից իրական։ Դավիթ Համբարձումյանը այն քիչ համայնքապետերից է, որ արդար ընտրությունների արդյունքում ընտրվել է եւ սիրված գործիչ է եւ այս իշխանությունները ընտրություններից առաջ փորձելու են բոլոր ընտրված համայնքապետերի, քաղաքապետերի շուրջ վախի մթնոլորտ ձևավորել, նաեւ հասարակության շուրջ, նաեւ Էջմիածնի ընտրություններից առաջ։ Սա ակնհայտ է, անսպասելի չէր, անսպասելի չէ այս իշխանությունների պահվածքը եւ անսպասելի չէ, որ այս իշխանությունները անցել են արդեն բռնապետական ավտորիտար գործողությունների։ Ինչու հիմա արեցին, որովհետև Դավիթ Հարությունյանը, Դավիթ Համբարձումյանը բոլորիս մոտ ենթագիտակցորեն գնաց, բայց որովհետև Դավիթ Համբարձումյանը այո, արցախցիների հանդեպ նաև ունի ընդգծված, հարգալից եւ ճիշտ վերաբերմունք, շուրջ 20,000 արցախցու Մասիս համայնքում ինքը օգնել է, աջակցել է, տեղավորել է այն երեք հենց արցախցիներն էին նշում լրատվամիջոցների եզրությունում, ասում են պատճառը, որ նա չի համակերպվում իշխանությունների արցախահայաց հալած գործունեության։ Միանշանակ այստեղ երկրորդ կարծիք չկա, որովհետև այնինչ պետությունը չի անում արցախցիների հանդեպ, այնինչ այս իշխանությունը չի անում օգնելու արցախցիներին, պետության դերում գտնվեց Դավիթ Համբարձումյանը եւ Մասիս համայնքում որևէ մեկին եթե հարցնեք, կտեսնեք թե ինչպիսի սիրալիր եւ հարգալից վերաբերմունք կա այս համայնքի ղեկավարի հանդեպ։ Եկեք արձանագրենք մեկ ընդմիշտ այլևս, այս գործողությունները իշխանությունը շարունակելու է, որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ այլևս չունի ժողովրդի վստահության քվեն, ինքը շատ լավ հասկանում է, որ միայն բռնությամբ, միայն ուժով, միայն իր համար վնգստացող իրավապահներով, դատավորներով եւ այլն, ինքը փորձելու է պահել իշխանությունը նորից իշխանության գալ։ Ինքը շատ լավ հասկանում է, որ ժողովուրդը այլևս իրեն տանել չի կարողանում, ինքը շատ լավ հասկանում է, որ մի անսպասելի պահի ժողովուրդը ինքնաբուխ ոտքի է կանգնելու եւ իրենց հեռացնելու է։ Դրանք սրտիկներ չեն, եթե դուք ուշադիր նայեք, դրանք որոշակի աղանդավորական կառույցների նշաններ են, էմբլեմներ են, խորհրդանիշեր են եւ դրանք սրտիկներ չեն։ Նիկոլ Փաշինյանը այլևս վաղուց բացահայտված է, որ Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր շրջապատը կոնկրետ տարբեր աղանդների ներկայացուցիչներ են, որ նրանք աշխատում են ընդդեմ հայ առաքելական եկեղեցու, որովհետև իրենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, իրենք շատ լավ հասկանում են, որ այդ ձեր ասած սրտիկները, էմբլեմները, նշանները իրենք ուղղորդում են կոնկրետ հանրության, մի մոռացեք, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր մի քանի տասնյակ աղանդավորական կառույցներ են գործում եւ դրանք գործում են եւ դրանք օգտագործվելու են առաջիկա ընտրություններում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի համար ձայներ ապահովեն։ Սա է պատճառը, որ հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլի այս հարձակումները սենց գնում են թափով, սա է պատճառը, որ արդեն իրանք սկսել են եկող կիրակի օրվա համար նոր հարձակումներ Օհանավանքում, սա է պատճառը, որ ամբողջ հայ առաքելական եկեղեցին, այո, ամբողջ հայ առաքելական եկեղեցին ոտքի է կանգնել եւ չի հանդուրժելու սա եւ մեր ժողովուրդը չի հանդուրժելու սա։ Մենք հիմա կհասենք անընդհատ մենք սա արձանագրում ենք, այս բռնությունները եկեղեցու դեմ, նորմալ ընտրված մարդկանց դեմ, պարզ քաղաքացիների դեմ, քաղաքական գործիչների դեմ, երբ որ մի ստատուսի մի գրառման համար փաստաբան են բռնում, սրբազանների են տանում կալանավորում, բարեգործ Սամվել Կարապետյանին են տանում կալանավորում, կասենք լավ, ինչքան մենք կարող ենք սա արձանագրել։ Ես կարծում եմ, եթե կա քարերը նետելու ժամանակը, գալու է նաև քարերը հավաքելու ժամանակը, եւ մեր ժողովուրդը սա չի հանդուրժելու երբեք։ Ինչ վերաբերում է Դավիթ Համբարձումյանին, ես ուղղակի ուզում եմ իմ հարգանքը, իմ խոնարհումը, իմ սերը հայտնել Դավիթի հանդեպ, որովհետեւ նա կարող էր չգալ, նա կարող էր մնալ որտեղ որ գնացել էր աշխատանքային այցով, բայց ելի եմ ասում, Դավիթը Դավիթ չէր լինի, եթե չգար, որովհետև այս սրիկաներին այդպես սա ուժ է։
ինքը ուժ ցույց տվեց, ասես դուք չկաք այնքան, դուք ոչինչ եք, եթե ես ձեզնից վախենամ ու գամ։ Դրանով Դավիթի վարկանիշը ռեյտինգը մի քանի անգամ նախ բարձրացավ, դրանով անվստահության գործընթացի հնարավորությունը մի քանի անգամ բարձրացավ, որովհետև Դավիթը սովորական համայնքապետ չի, Դավիթը անվստահության գործընթացով ներկայացված ՀՀ վարչապետի թեկնածու է, որը պիտի ժամանակավոր կառավարություն ձևավորի, ես չեմ ասում անցյալ ժամանակով կամ ապառնյով, դա լինելու է, որը ձևավորելու է ժամանակավոր կառավարություն եւ հենց այդ ժամանակավոր կառավարությունն է իրականացնելու արտահերթ խորհրդանական ընտրություններ առանց Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի։ Ինչքան էլ ուզում եմ այդ մուրճը ճոճի, ինչքան էլ ուզում եմ լրփանա կներեք, որտեղ ինքը լրփանում է ետերից, ինչքան էլ ուզում է այսպես վախի մթնոլորտ ձևավորի, ինչքան էլ այս վնգստացող դատավորներն եւ իրավապահները անհասկանալի կենթանիներ, անհասկանալի կերպարներ, որ դիմակավորված նույնիսկ աչքերը չի երևում։ Ես չեմ հասկանում, դրանք հայ են, հայ չեն, այլ ազգի են, որտեղից են ներմուծվել, որտեղից են բուծվել, ինչքան էլ դրանց բերի, վախեցնի եւ ուժ ցույց տա, իր գնացքը արդեն գնացել է։ Ես ուղղակի խնդրում եմ մեր ժողովրդին զինվել համբերությամբ, հավատալ ընդդիմադիր այն գործիչներին, քաղաքական այն ուժերին, որ իսկապես ազնվորեն անվստահության գործընթացը ուզում են իրականացնել, հավատալ ընդդիմադիր այն ուժերին, որ իսկապես ազնվորեն ուզում են իրականացնել իշխանափոխություն եւ ոչ թե ուզում են մանդատ եւ ոչ թե ուզում են Նիկոլի պարլամենտում մի քանի մանդատ ունենալ եւ կանգնել այդ ընդդիմադիր ուժերի կողքին։ Ես կարող եմ այսպես պարզերես անկեղծորեն ասել, որ այդ քաղաքական ուժերից մեկը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է։ Եվ այստեղ երկրորդ կարծիք չկա, որտեղ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 18 թվականից ի վեր խոսում է, բացատրում է, ներկայացնում է, համոզում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն չարիք է բերելու, այս 7 տարիներին մենք տեսանք, որ իրոք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն չարիք է բերում այս երկրին։ Եվ ինքը պիտի գնա, եւ ինքը պիտի գնա ժողովրդի ճնշմամբ, ժողովրդավարական ճանապարհով, սահմանադրական ճանապարհով, որովհետեւ երբ որ մեկ անգամ մենք փողոցով մեր ժողովուրդը միամտաբար հավատաց եւ կանգնեց Նիկոլի կողքին, այս անգամ դա չի լինելու։ Այս անգամ մեր ժողովուրդը ավելի խելամիտ է լինելու եւ խելամիտ մերժելու է Նիկոլին եւ նրա իշխանությանը։ Ես տեսեք դուք նշեցիք, որ Հանրապետական կուսակցությունը առաջ է քաշել քաղաքական գործընթացը, մասնավորապես իմպիչմենտի գործընթացը։ Ընդդիմությունը բայց ունի պլան B, որովհետեւ ամենայն դեպս այս պահի դրությամբ մենք ընդդիմության կողմից այսպես ասած իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ գործուն կամ ավարտին հասցնելու գործողություններ չենք տեսնում, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի օրը կրկին գնալու է պատարագի, նախորդող կիրակի օրվա պատարագը անվանել էր նորոգման պատարագ եւ գաղտնիք չէ, որ իրենք գնալու են մայրաթոռ։ Եթե իմպիչմենտի գործընթացը չհաջողվի, ձայները, ստորագրությունները չհաջողվի դնել այդ փաստաթղթի տակ, գործընթացը սկսել եւ ավարտին հասցնել, ընդդիմությունը ինչ այլ ալտերնատիվ տարբերակներ ունի։ Շնորհակալություն այդ հարցի համար, վստահաբար ընդդիմադիր այն ուժերը, որոնք իսկապես գնում են անվստահության գործընթացի, ունեն տարբերակներ եւ որևէ քաղաքական ուժ չի կարող մտնել այս քաղաքական սահմանադրական գործընթացի մեջ առանց այլ տարբերակների։ Այստեղ երկրորդ կարծիք չկա։ Նիկոլ Փաշինյանը այո, կիրակի օրը նորից է տանելու։ Իր ուզածը հետևյալն է, ինքը այնքան արդեն պարզունակ ու պրիմիտիվ է, որ արդեն բացահայտված է իր տրամադրությունը։ Ինքը ուզում է տանել քաղաքացիական բախումների, ինքը ուզում է մեր ժողովրդին տանել քաղաքացիական բախումների։ Նիկոլի սիրտը արյուն է ուզում, ինքը դա չի ստանալու, որտեղ ինքը գնալու է ընդդիմությունը այդ հնարավորությունը թվականին անարյուն եկանք իշխանության, իշխանափոխություն արեցինք, այնպես է դիմել։ Ինքը գալաթ է անում նախ որ դա ասում է, որովհետև դա իր շնորհքը չի, որ իրենք 18 թվականին եկան առանց արյան իշխանության, դա Սերժ Սարգսյանի միայն ու միայն Սերժ Սարգսյանի շնորհքն է եւ իր հնարավորությունն է, որ այդ մարդը չգնաց բախումների, կարող է ինքը, չէ։ Մեզ հիմա անդադ մեղադրում են, ինչի չբռնեցիք, ինչի մի քանի հոգի ոչինչ, թող մի քանի հոգի էլ ասում են սպանվեին, բայց իշխանությանը չտայիք, բայց այն ժամանակ պատկերացրեք, եթե մենք գնայինք դրան, Սերժ Սարգսյանը գնար դրան, ինչ վայնասուներ բարձրանալու։ Եվ բացառապես Հանրապետական կուսակցության ու Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ 18 թվականին մի կաթիլ արյուն անգամ չթափվեց։ Եվ ինքը միշտ ասում էր, չէ, որևէ իշխանություն չարժի, թեկուզ մեկ մարդու կյանք։ Մենք էլի դա չենք անելու։ Մենք գնալու ենք նորմալ իշխանափոխության եւ վստահաբար մեր կողքին կանգնած են տարբեր քաղաքական ուժեր։ Այդ ձեր նշած պլան B իհարկե գոյություն ունի։ Ես ուզում եմ շատ ուշադիր հետևեք առանց շատ փակագծեր բացելու Հայ Հեղափոխական Դաշնակցության որոշ հայտարարությունների եւ արտերկրում եւ Սփյուռքում եւ Հայաստանում դաշնակցական կառույցները արդեն ընդվզում են,
Ես ուզում եմ ուշադրությամբ հետևեք Եվրանեստի այս օրերին ընթացող Երևանում նիստերին, թե ինչպես են Եվրանեստի падգամավորները, այդ պատվիրակության ներկայացուցիչները արդեն մատ թափ տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ այս բռնաճնշումների վրա, երբ որ ասում են, որ քաղաքական հայացքների համար ստատուս գրելու համար չի կարելի մարդկանց բռնել ու այդքան վայրի ձևով գցել գետնին եւ տանել։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնեք նաեւ Գյումրիում տեղի ունեցողին, երբ որ 40-ից ավելի մարդու ուղակի բռնել տարել փակել են, նաեւ անչափահաս երեխեք կան, Գյումրին նույնպես արթնացած է, Գյումրին հասկանում է իր սխալները եւ Գյումրին նույնպես ոտքի է կանգնելու, ինչպես ամբողջ Հայաստանը։ Եվ այդ պլան B-երի մասին ես միշտ եմ ասում այս մասին, մենք եկեք այդքան միամիտ չգտնվենք, որ բոլոր փակագծերը բացած ներկայացնենք, մատուցենք այս իշխանությանը։ Վստահաբար ընդդիմությունը ունի քայլերի հերթականություն եւ դա իրականացնելու է, բայց որևէ մեկը հույս չունենա, թե ընդդիմության քայլերը լինելու են հակաժողովրդական կամ լինելու են արյունոտ կամ բան, հակառակը ընդդիմությունը գնալու է սահմանադրական ճանապարհով եւ այդ ճանապարհով մենք Նիկոլին հեռացնելու ենք, չի կարող չարը անվերջ լինել։ Եվ մենք դա անելու ենք, որտեղ հակառակը մեր երկրի կործանումն է։ Մեր ժողովուրդը սա արդեն հասկանում է։ Եվ եթե մի 10%-ը Նիկոլ Փաշինյանը ունի համակիրներ այսպես կոչված, դա իր ադմինիստրատիվ ռեսուրսն է։ Դուք տեսաք, Օհանավանքում ինչ տեղի ունեցավ, մի քանի տիկնայք, որոնք հետո բացահայտվեց, որ դրանք կոնկրետ աղանդների ներկայացուցիչներ են։ Նրանք աշխատում են համայնքներում, նրանք աշխատում են քաղաքապետարաններում կամ կառավարության ինչ-ինչ օղակներում, բացահայտվեց, որ այդ կանայք այդ լրագրողներն են անում 4-րդ իշխանությունն անում, ես ինքս նայում եմ եւ լրատվամիջոցներից եմ դա տեսնում, որ դրանք այս կամ այն աղանդի ներկայացուցիչ են։ Հիմա իր հույսը այդ աղանդներն են։ Իրահույսը այդ աղանդներն են։ Հայ ժողովուրդը ճակատագրական ընտրության առաջ է։ Այսօր հայ ժողովուրդը պիտի բացատրի, պիտի ապացուցի, որ ինքը ավելի ուժեղ է, ավելի ճիշտ է, քան որևէ բաշի բոզուկ եւ որևէ աղանդավոր։ Մենք պիտի հաղթենք Նիկոլին եւ հաղթելու ենք վստահաբար։ Խնդրում եմ չկասկածեք։ Պարզապես մենք պետք է լինենք միասնական։ Պարզապես ընդդիմության են թևերը, որ միացել են անվստահության գործընթացին, պիտի իսպես չնստեն, սպասեն, որ այդ ամեն ինչը անի հանրապետական կուսակցությունը։ Պետք է միասնաբար այս գործը գլուխ բերել։ Միայն միասնությամբ Նիկոլը շատ լավ տիրապետում է բաժանիր, որ տիրես սկզբունքին։ Ինքը այսպես քիչ-քիչ բաժանեց, այս պահին արդեն ինքը չի հաջողելու։ Այս պահին վստահաբար ինքը չի հաջողելու, որովհետև էլի եմ ասում, էլի որպես անհու, որպես լավատես, որպես, չգիտեմ, էլի ես վստահ եմ, ես հավատում եմ հայ ժողովրդի խելամտությանը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի հետին խելքին եւ կարծում եմ, որ այս անգամ մենք պիտի հաջողենք։ Այլ ընտրանքը է, նա հիմա թող տանի բոլորից դնի բանտերը փակի։ Ինչա ինքը դրանից շահելու։ Այսինքն երկիրը դարձնելու աղանդավորների, անհավատների, անբարոյականների բան, հասկանում եք, ինքը դրանով ոչինչ չի շահելու, ինքը ուզում է թուրքացնի Հայաստանի Հանրապետությունը, դարձնի թուրքական վիլայետ, էլի չի հաջողելու։ Տեսեք, ցեղասպանության հուշահամալիրը ինչ այլանդակ ձևով ավիրել են, ինչ այլանդակ ձևով քանդել են։ Անցած օրը Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հրավեր են ուղարկել բանավոր Էրդողանի եւ Ալիևին այդքան էլ ճիշտ առողջություն։ Այս վերջերս ես անդադ մի բան ասում եմ, դու պրոշտում ես, զգում ես։ Հա, լրիվ հաստատում է։ Հիշում եք Արարատ Միրզոյանը ազգային ժողովում հայտարարեց, որ հրավեր են ուղարկել Էրդողանի եւ Ալիևին բանավոր հրավեր, որ գա ինքը Հայաստան։ Նայեք ցեղասպանության հուշահամալիրի վիճակը։ Սրանք ամեն ինչ անում են, որ կզեն, որ ցույց տան, որ այդ իրանց պապաների ուզածները ամեն ինչ անելու են, որ իրանք ուղակի սենց երևի նամազել կարող անեն հանկարծ, որ իրանց խնդրեն։ Այս ամեն ինչը ուղակի սրա վերջը պետքա տրվի։ Ես հավատում եմ, որ սրա վերջը տրվելու է։ Էլի եմ ասում, ընդդիմությունը գնալու է սահմանադրական ճանապարհով, օրինական ճանապարհով եւ օրինական ճանապարհով այս իշխանազավթներին հեռացնելու է իշխանությունից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։